Բարև Ֆակտոր TV հյուրը Հայաստանի Հանրապետական Կուսակցության գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովն է, բարև պարոն Շարմազանով։ Շնորհակալություն Ֆակտոր TV գալու համար։ Հանրապետական Կուսակցությունը չի մասնակցի Հայաստանի խորհրդարանական ընտրություններին առաջին անգամ 1995 թվականից ի վեր, ես բացեցի նայեցի բոլոր ընտրություններին մասնակցել եք, բայց ոչ այս ընտրություններին։ Ինչու, որովհետև ՀՀԿ-ն ունի ներքին տվյալներ, որ լավ ցուցանիշներ չի գրանցելու, խորհրդան չի անցնելու, չի կարողանալու նպաստել իշխանափոխությանը, չի ուզում այսպես մտնել պարտված պայքարի մեջ, թե այլ բան կա, պարոն Շարմազանով։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Երկարատև ընդմիջումից հետո ես էլի ձեր տաղավարում եմ, ողջունում եմ ձեր թիմին։ Շնորհակալություն գալու համար։ Ու ոչ ձեր պատճառով, էլի։ Ես ուզում եմ դա էլ ասեմ, որ Հանրապետական Կուսակցության ներկայացուցիչն է միշտ այստեղ։ Այո, ուզում ողջունեմ ձեր թիմին, ձեր լրատվամիջոցին։ Հիմա գամ ձեր հարցին։ Կուսակցության 18-րդ համագումարում կուսակցության նախագահը շատ հստակ կետերով անդրադարձել է, թե որն է պատճառը, որ Հանրապետական Կուսակցությունը չի մասնակցելու, ուղղակի չի մասնակցելու այս ընտրություններին։ Նախ ուզում եմ ֆիքսեմ, որ այս որոշումը շատ դժվար է տրվել։ Մենք 2.5 ամիս ամենօրյա ռեժիմով շատ ակտիվ քննարկումների մեջ ենք եղել եւ տարբեր կարծիքներ են եղել։ Իսկ տարբեր կարծիքը ո՞րն է, եղել է կարծիք, որ չեք մասնակցենք, եղել է կարծիքներ, որ պետք է մասնակցենք։ Եկել ենք հանգել ենք այդ եզրակացության, որոշումը կայացվել է, հետեւաբար որոշման արդյունքում հայտարարել ենք մեր գնահատականները 4 հիմնական թեզա, թե ինչու չի մասնակցում հանրապետականը, դա հնչեցրել է նախագահ Սարգսյանը։ Առաջինը, որպեսզի լավ էլի չջլատենք անդիմադիր դաշտը եւ նպաստենք համախմբմանը։ Երկրորդը, առաջնորդվում ենք կուսակցությանս հետ, բայց ազգիս համար սկզբունքով, մեզ համար մի քանի մանդատը ինքնանպատակ չէ, մեր նպատակը իշխանափոխությունն է, հետեւաբար հանրապետականը նպաստելու է իշխանափոխությանը։ Երրորդը, հաշվի առնելով սոցիոլոգիական հարցումները, մենք տեսնում ենք, որ մեր ընտրողների ճնշող մեծամասնությունը գրեթե չկա տոկոս, որ չի գնալու ընտրության կամ քվեարկելու է իշխանության օգտին, նրանք պատրաստ են մեր չմասնակցելու պարագայում քվեարկել անդիմադիր որևէ այս կամ այն կուսակցության օգտին։ Այսինքն չեք սառեցնում ձեր ընտրազանգվածը չմասնակցել, դա նկատի ունեմ։ Այո, եւ չորրորդը մենք շատ հստակ ասել ենք, որ ուղղակի չմասնակցելը դա չպայքարել չէ, դա նախագահն ասեց, իսկ ես ասում եմ չառաջադրվելը չմասնակցել չէ։ Իսկ հանրապետականը շատ հստակ կոչ է անում գնացեք ընտրության, որ նիկոլիզմը գնա, որ ակտիվ մասնակցություն ապահովի եւ գնան եւ ձայն տան այն ուժերին, որոնք իրենց կարծիքով ընդդիմադիր են եւ ազգային պետական են, ասենք անկախության հռչակագրի կողմնակիցներ են։ Հաջորդ ավարտեմ որպեսի մի ամբողջական լինի, հետո ցանկացած հարցի կպատասխանեմ, խնդրի չկա։ Հաջորդը տեսեք, քանի որ կա հրապարական հետվել արդեն այս տարիների ընթացքում, իշխանափոխությունից հետո 18 թվականի նախկիններ, ներկաներ, նախկինները որ չլինեն Նիկոլը կգնա, պետք է հնարավորություն տանք նոր ուժերին։ Ես ինքս դեմ եմ այդ արհեստական բաժանմանը, իմ համար չկա նախկին ներկա, իմ համար կա Հայաստանի շահեր պաշտպանող եւ Հայաստանի շահեր չպաշտպանող, արդյունավետ քաղաքական գործիչ, ոչ արդյունավետ քաղաքական գործիչ, պետական քաղաքական գործիչ, հակապետական քաղաքական գործիչ եւ այլն, էլի։ Բայց հաշվի առնելով նաեւ որ նա օբյեկտիվորեն պետք է ընդունենք, որ կա նման հասարակության մեջ մի ստվար զանգված, նաեւ ընդդիմադիր, որ միամտաբար կարծում են, որ հանրապետականներն են խանգարում, որ Նիկոլը գնա, հարց չկա։ Ես դրան դեմ եմ, բայց մենք ասում ենք հարց չկա, մենք կուսակցամոլ չենք, ինչպես Նժդեհ ասել, մենք կուսակցամոլությունը որպես չարիք ենք դիտարկում, մենք հետ ենք հաշվում եւ պատրաստ ենք նաեւ օժանդակենք բոլոր ազգային պետական ուժերին, որպեսզի Նիկոլ Փաշինյանի հեռացմանը նպաստենք։ Գնայք, ես հետևելով Եվ մի հատ կարևոր ամենաառաջինն ասեմ, պարոն Անանյան ջան, ասացիք տվյալներ կա, որ չեք անցնելու։ Միգուցե այդ պատճառով չեք ուզում մտնել պարտված ընտրապայքարի։ Սա անիմաստ բանավեճ կլինի, որովհետեւ
Ես կարող եմ ասել, չէ, մենք հաստատ պետք է անցնենք, դուք շատ իրավացիորեն կարող եք ասել, բայց եթե պետք է անցնենք, քիչ եք առաջադրվել, հա։ Դե համար բերեք այդ բանավեճի մեջ չմտնենք, ես ունեմ իմ կարծիքը։ Բայց իմ հարցը ուժի մեջ է մտնում։ Արդյոք ունեիք տվյալներ, որ ՀՀԿ-ն 4%-ը չի հաղթարելու, այդ պատճառով չեք ուզում։ Չէ, նման տվյալներ պարտված ընտրապայքարի մեջ։ Նման տվյալներ չենք ունեցել, բոլոր տվյալներով ՀՀԿ-ն ճիշտ աշխատանքի դեպքում ոչ թե 4, 4-ից ավել տոկոս կհաղթարել։ Իսկ իմ սուբյեկտիվ կարծիքով մենք շատ ավելի մանավանդ այս իրավիճակում ես սա արդեն կուսակցական գծից այս կողմ կամ իմ առանձին իմ անձնական կարծիքն ասեմ, ես գտնում եմ, որ ընդդիմադիր դաշտում հանրապետական կուսակցության քաղաքական թիմից ավելի պատրաստված, ավելի պրոֆեսիոնալ, ավելի փորձառու եւ ավելի արդյունավետ թիմ չկա։ Միգուցե մեր չափ կա, բայց իմ կարծիքը դա է։ Դե ես դեռ քաղաքական գործի չեմ հանդիպել, որ կուսակցությունը առաջին տեղում չդնի, նորմալ է, բայց ես առաջի տեղում չդրեցի։ 4% մի վարքյան, 4% հավաքեք, անցեք։ Ասեցի ամենա մի վարքյան, ասեցի։ Պաստոր դուք ԿՊԱ-ականներից սովորել եք կարճել հարցազրույցավարի։ Ես ԿՊԱ-ականների հարցազրույցները չեմ նայում։ Այսօր Ռուբեն Ռուբենյանի հարցազրույցները ձեր նման թույլ չէ տալիս, որ ես հարց տամ։ Չէ, ես որպեսզի դուք հարց տաք, ես պետք է պատասխանեմ, որ դուք իմ հայտո հարց տաք, չէ։ Իմ ասել ասում ես ասեցի, ընդդիմադիր դաշտում ավելի պատրաստված, ավելի փորձառու ու ավելի արդյունավետ քաղաքական թիմ չեմ տեսնում։ Բայց հիմա դա է որոշվել, որոշել են կարճ, հիմա համեցեք։ 4% հավաքեք, անցնենք օրինակ խորհրդարան, չեք ջլատում ընդդիմության ձայները, ինչու եք ջլատում։ Դուք անցնում եք խորհրդարան եւ Գյումրիի 2-ի ճյուղավորումից մեկն եք լինում, այսինքն դուք ենթադրաբար Սամվել Կարապետյան, ենթադրաբար Ծառուկյան, Քոչարյան, հա, այդ հիմնական ըստ միջազգային հանրապետական ինստիտուտի հարցման հիմնական շատ ձայներ հավաքող ընդդիմադիր ուժերը գոնե այս պահին կգնայիք միասին կոալիցիա կկազմեք, Փաշինյանին կհեռացնեք, հետ այդ ջլատման տրամաբանություն մի տեսակ չի ուտվում։ Բացի դա, եթե ջլատում չէ, աջակցություն չեք հայտնել օրինակ Սամվել Կարապետյանին կամ պարոն Քոչարյանին, այսինքն ձեր ձայները չեք էլ ուղղորդել որևէ տեղ։ Դեռ չենք ուղղորդել, մենք հստակ ասել ենք, որ պետք է ձայն տալ ընդդիմադիր ուժերին, սա մեկ երկրորդ հիմա մեկի համար կարող համոզիչ լինի, մեկի համար համոզիչ չլինի, ես չեմ պատասխանում ես այդ բանավիճակը։ Չեք մասնակցեք իշխանափոխությանը ձեր 4%-ով, պարոն Շարմազանov։ Հիմա այդ որոշումն է կայացվել։ Իմ կարծիքն եք ուզում։ Ես կողմնակից եմ եղել գնամ ընտրությունների, բոլորն էլ իմացել են։ Բայց կուսակցությունը նման որոշում է կայացրել, ես ենթարկում եմ կուսակցության այդ որոշմանը եւ գնում ենք առաջ։ Իսկ հանրապետականը ես գիտեմ, որ գրասենյակների մեծ, այսպես ցանց ունի կուսակցական, հա, տեղում այդ մարկանց դուք ուղղորդելու եք Սամվել Կարապետյանի ուժի համար աշխատել, չգիտեմ, քարոզչություն անել կամ այդ մարկանց մենք ուղղորդելու ենք եւ հորդորելու ենք, ուղղորդելու մի քիչ լավ բառ չի, հորդորելու ենք ազգային պետական ընդդիմադիր ուժերին քվեարկել։ Դրա մեջ կան մի քանի իրան կտրեն։ Այս փուլում այդպես է։ Եվ կան տեղեր, որտեղ մեր կուսակիցները շատ ակտիվ աշխատում են, համագործակցում են այս ընդդիմադիր ուժի հետ, կան տարածքներ, որտեղ մեկ այլ ընդդիմադիր ուժի հետ են։ Մեր նպատակը իշխանափոխությունը նիկոլիզմի հեռացումն է։ Մենք այլ խնդիր այս փուլում չունենք։ Բայց լեգիտիմ միջոց է իշխանափոխության ընտրությունը, որից եթե դուք հրաժարվում եք, նշանակում է դա այսպես խրամատները լքելու պես կամ քաղաքական դասալքություն չի, պարոն Շարմազանov։ Պարոն Արանյան, դուք երևի շատ ուշադիր չեք իմ ասածներին, ես ասեցի, որ մենք չառաջադրվելը, չմասնակցել չենք դիտարկում։ Մենք մասնակցելու ենք եւ կոչ ենք անելու A. Չընտրել Նիկոլ Փաշինյանին, B. Ընտրել ազգային ընդդիմադիր պետական ուժերին։ Բայց այդտեղ մի կարևոր բայց կա, որպեսզի ձայնը չփոշիանա, պետք է, ես ինքս իմ անձնական կարծիքն եմ ասում, պետք է քվեարկել այն ուժերի օգտին, որոնք վստահ են, որ 4%-ի շեմը կհաղթահարեն, որպեսզի ձայները չփոշիանա։ Պարոն Քոչարյանին։ Ես ասեցի ընդդիմադիր պետական ուժերին։ Դա պետական եւ ընդդիմադիր չի։ Համենայն դեպս ես կարծում եմ, որ ընդդիմադիր դաշտում առնվազն 3-4 ընդդիմադիր ուժ կա, որին կարելի է ձայն տալ։ Ես ինքս հանրապետականի առաջադրման պարագայում գիտեմ ում եմ ձայն տալիս, բայց դա իմ կարծիքն է։ Եվ կարծում եմ դժվար չի կռահել։ Ձեր ֆավորիտը ես ոնց հասկանում եմ ամեն դեպքում Սամվել Կարապետյանի ուժն է, այո։ Ոչ միայն իմ ֆավորիտը, ես կարծում եմ, որ բոլոր սոցիոլոգիական հարցումները ցույց են տալիս, որ այսօր ընդդիմադիր ամենաառաջադեմ եւ
վարկանիշային ուժը Սամվել Կարապետյանի ուժն է եւ ընդդիմության լոկոմոտիվը Սամվել Կարապետյանի ուժն է, դա ընդունում են, կարծում եմ, ընդդիմադիր բոլոր խաղացողները։ Ով էլ դա չի ընդունում, ուրեմն իրականության հետ կապերը խզել է։ Դուք ասում եք ուղիղ չենք մասնակցում անուղղակի։ Ձեզ կարող ենք տեսնել ուժեղ Հայաստան կուսակցության ընտրարշավին կամ, չգիտեմ, ուղղակի, անուղղակի մասնակցելու։ Ես որևէ այլ կուսակցության ընտրարշավի չեմ մասնակցելու։ Ես աշխատելու եմ մեր ժողովրդի հետ, այսպես գալու ենք հաղորդումների, հանդիպումների, մեր կուսակցական կառույցների հետ ենք հանդիպելու, մարզեր կգնանք եւ հորդորելու ենք ձայն չտալ ազգակործան պատուհաս իշխանությանը, ձայն տալ ազգային պետական ընդդիմադիր ուժերի։ Եվ ձայն տալ այն ուժերին, որոնք վստահաբար 4%-ի շեմը հաղթահարում են։ Ես ընդունում եմ, որ Սերժ Սարգսյանի եւ ՀՀԿ-ի չմասնակցելը պարոն Շարմազանով կարող է նաեւ լինել այդ պահանջի կատարումը, որ նախկին իշխանությունները, նախկին նախագահները թող չմասնակցեն, նոր ուժերը շանսը ստանան, բայց այդ հորդորը չլսեց Ռոբերտ Քոչարյանը, նա կմասնակցի ընտրություններին, դա մեծացնում է ընդդիմության շանսը, թե փոքրացնում ձեր գնահատականը։ Կոռեկտ չի, ես հիմա այլ ընդդիմադիր ուժերի մասին խոսում, Ռոբերտ Քոչարյանի թիմակիցներին հրավիրեք, հնարավորություն հրավիրեք այդ հարցը տվեք իրենց։ Դուք անձնական կարծիք չունեք։ Ես անձնական կարծիք ունեմ, բայց միշտ որ անձնական կարծիքը պետք է բարձրաձայնել։ Ես ասում եմ, պետք է ամեն ինչ անել, որպեսզի մենք ունենանք ընդդիմության, հավաքական ընդդիմության հաղթանակ, իսկ մեր կարծիքը հավաքական երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը համագումարի բրիֆինգի ժամանակ ասել է, որ ինքը շահագրգռված է, որ Հայաստան դաշինքը հեշտությամբ հաղթահարի շեմը։ Սա էլ իմ պատասխանը ձեզ։ Ուզում է, որ Հայաստան դաշինքը հաղթահարի շեմը։ Հեշտությամբ հաղթահարի։ Հեշտությամբ, այո։ Փաստորեն Հայաստան դաշինքը եւ ՀՀԿ-ն 2021-ին հավաքեցին իրար հետ 26% ձայն, Հայաստան դաշինք 21%, դուք 5-ից ավելի մոտավորապես 6 եւ անցակ խորհրդան որպես երրորդ ուժ եւ հիմա երկուսդ էլ խնդիր ունեք շեմը հաղթահարելու։ Արդյոք սա ձեր ուժերի որպես ընդդիմություն տապալման մասին չի խոսում։ Դուք բավականին բարձր շեմ եք դրել, պարոն Շարմազանով, Փաշինյանին կհեռացնեն եւ ես չեմ կարող ուրանալու ժխտել, որ դուք փորձեր արել եք փողոցային պայքարներով, իմպիչմենտով, չի ստացվել։ Այ կընդունեք ինչն էր սխալ որպես ընդդիմություն, եթե այս 5 տարին ամփոփենք որպես ընդդիմության աշխատանք խորհրդանը։ Մենք բավականին երկար ու ծավալուն խոսել ենք մեր սխալներից, ավելին մենք այն բացառիկ քաղաքական կուսակցություններից ենք, որ հենց մեր համագումարի ժամանակ ենք խոսել այդ սխալներից եւ թե նախագահների ելույթում խոսել եւ թե կուսակցության համագումարի բանաձևի մեջ մեր սխալների եւ մեր ցախողման մասին գրված է եւ ես այլևս չեմ պատրաստվում խոսել։ Այդ տեսեք դուք չեք ուզում ընդունել ձեր սխալները որպես ընդդիմություն, որ հիասթափեցրել եք ձեր Ռոբերտ ջան, ասում եմ մենք։ Բայց ինչու՞ չեք ուզում խոսել։ Ուշադրի, ասում եմ մենք 26 թվականի ապրիլի 4-ի, այսօր ամսի քանիսն է, ապրիլի 10-ն է, ընդամենը 6 օր առաջ մենք հրապարակային ընդունել ենք մեր սխալները, արձանագրել ենք մեր սխալները, մեր կուսակցության բանաձևի մեջ գրել ենք մեր սխալների եւ մեր ցախողումների մասին։ Հիմա առաջ ենք նայում կրկնել պարոն Շարմազանով, որ որպես ընդդիմություն մենք սխալվել ենք այս հարցերում, այո, սխալվել ենք։ Եթե Նիկոլ Փաշինյանը մնացել է իշխանության, հետեւաբար մեր պայքարը արդյունավետ չի եղել։ Հետեւաբար եղել են նաեւ սխալներ։ Ինչ եք դուք փոխելու առաջիկա 5 տարվա համար 2031-ին են հաջորդ ընտրությունները, որ հաջորդ անգամ չհրաժարվեք ընտրարշավին մասնակցել։ Այ ինչ վերափոխման է գնալ։ Օրինակ հնարավոր է կուսակցության նախագահը փոխվի, թե մի քանի օր առաջ Սերժ Սարգսյանը դուք ձեր հարցին արդեն պատասխանեցիք։ Ընտրվեց։ Այ դա սխալ չի, որովհետև դուք ես ամենևին կներեք չեմ թիրախավորում պարոն Սարգսյանի անձը, այդպես չընկալվի, հա, բայց դուք ինքներդ ասացիք, որ կա ինչ-որ մարդկանց մոտ այսպես պահանջ, որ նախկին նախագահները հեռանան։ Ինչու դուք չեք օրինակ դառնում կուսակցության նախագահ կամ պարոն Աշոտյան, միգուցե ՀՀԿ-ի ռեբրենդինգ տեղի Շատ միամիտ դորեցի եք, շատ։ Երկու լորեցիներով հավաքվել միամիտ դուք խելացի միամիտությունը խելացիության նշան է։ Միամիտով միամիտը ամենախելացին է։ Հիմա լսեք, տեսեք։ Այսօր Հայաստանում կան շատ ավելի կարևոր։ Թե պարոն Սարգսյանը անփոխարինելի է նաև որպես կուսակցության նախագահ, տեսանք, որ նա որպես երկրի ղեկավար փոխարինելի է փաստորեն։ Ինչով է փոխարինելի։ Ազգակործան պատուհասով։ Դե փոխվեց ամեն դեպքում։ Փոխվեց, Արցախն էլ փոխվեց, դարձավ ադրբեջանական։ Միվարկյան, հետեւաբար, եթե փոխարին, տես ասում եք, եթե փոխարինելի էր հազարավոր զոհեր Արցախի հանձնում, Հայաստանի 240 քառակուսի կիլոմետրի օկուպացիա, հայ գերիներ Բաքվի բանտում,
Այդ ձեի փոփոխություն ես չեմ ցանկանում նույնիսկ իմ թշնամիներին։ Okay, իմ հարցին գանք։ Կուսակցությունը Կուսակցությունը ընտրել է Սերժ Սարգսյանին եւ ազատ փակ գաղտնի քվեարկություն ա եղել։ Ճնշող մեծամասնությունը գրեթե միազայն ընտրվել է եւ մենք մեր ապագան տեսնում ենք դեմքեր, նոր շանս, նոր հնարավորություն, ինչու դա չեք։ Այդ էլ փորձ եք էլի, պարոն Շարմազանov, ինչ խնդիր կա։ Ամերիկյան օրինակից ենք ոգևորվել, Տրամպի, Բայդենի, բայց այնպես չի, որ իրենց օրինակները լավն են։ Դե ասում նրանց ենք ոգևորվել, նաեւ ռուսական, նաեւ Շար դե Գոլի օրինակից, նաեւ Շար դե Գոլի օրինակից։ Մենք կուսակցությունը գտնում ենք, որ այո, մենք գտնում ենք, որ այսօր Մերկելը քանի տարի էր իշխանում։ Քանի անգամ ընտրվեց վարչապետ։ Մերկելի օրինակից պետք է Նիկոլը ոգևորվի եւ հեռանա չառաջադրվի։ Հիմա գանք մեր գործերին, ասեմ, մեր կուսակցություն եւ անձամբ ես, այո, կուսակցության նախագահ տեսնում ենք Սերժ Սարգսյանը, որտեղ Սերժ Սարգսյանը ունի բոլոր քաղաքական գործի համար բոլոր այդ տվյալները, որպես ինքը կարողանա ավելի արդյունավետ կառավարել կուսակցությունը։ Բայց ինչու նոր դեմքով չեք հանդես գալիս։ Բայց ինչի նոր դեմքով հանդես գանք։ Ինչի՞ բաց նոր դեմքով հանդես, ինչի՞ չունենք։ Տիգրան Աբրահամյան ունենք, Հայկ Մամեջյան ունենք, Աննա Մկրտչյան ունենք, հələ ես ու Աշոտյանը, Զաքարյան Արտակը այն նախկին ժամանակաշրջանի գործիչներ ենք, հա։ Նոր Հայկ Դերզյան ունենք, Գենրիխ Դանիելյան ունենք, մի բոլորին չասեմ։ Պատվավոր նախագահ կարող է լինել Սերժ։ Դե ես ասացի, որ նախ այս հարցերը կոռեկտ չի, որ հիմա դուք ինձ եթերում հրապարակային տալիս եք։ Ուզում թիրախավորել։ Հա, չէ, ասեմ, դա կոռեկտ չէ, հիմա ես չեմ գալիս, ասեմ, ձեր գլխավոր խմբագիրը ինչու կարող եք բողոքել մեր գլխավոր խմբագիրը։ Ես ոչ կոռեկտ հարցեր ինձ թույլ չեմ տա, մեր կուսակցության որոշումն է, եւ ես էլ այն ջատագովն եմ, որ այո, առաջիկա 5 տարիների ընթացքում կուսակցության ղեկավար լինի նախագահ Սարգսյանը։ Ինչպես է ռեֆորմացվելու ձեր կուսակցությունը։ Մի հատ եկել է ռեֆորմացնենք, որ պետության մասին կմտածենք, այսօր մեր պետությունը կանգնած է գահավիժման եզրին։ Մենք երրորդ հանրապետության կործանման եզրին ենք։ Բայց ո՞նց է լինում։ Նիկոլ Փաշինյանը պատերազմը հայտարարել երրորդ հանրապետությանը։ Այդ ո՞նց է լինում, նույն Նիկոլ Փաշինյանը այս միջազգային հանրապետական ինստիտուտի հարցման ունի հաղթելու ամենամեծ շանսը 2.8 անգամ առաջ է երկրորդ տեղը գտնվող ուժեղ Հայաստանը։ Դեռ առաջ է։ ՃՏ-ն աշնանն են հաշվում։ Բայց փաստի նաև որ ավելի առաջ կփոխվի պարոն Շարմազանov։ Ով ավելի առաջ կփոխվի։ Պարոն Փաշինյանը, չեմ կարծում։ Ինչու՞։ Չեմ կարծում, որովհետև դուք վերեցիք միջազգային օրինակներ, ընդամենը 3 Հայաստանի ժողովրդավարության ինդեքսի անգլիական էկոնոմիստ պարբերականն է հրապարակել, մենք տեսնում ենք, որ շատ լուրջ քննադատության է ենթարկվել թե ժողովրդավարությունը, թե հիբրիդային ռեժիմը փաստորեն Փաշինյանի ռեժիմը համարվում, նույն ամիսներ առաջ եւ Transparency International-ը եւ Heritage Foundation-ը եւ Freedom House-ը խոսել են, որ Հայաստանում այո Նիկոլ Փաշինյանի կառավարման ընթացքում կա ժողովրդավարության հետընթաց եւ այնպես չի, որ տենց ճիշտ է։ Բայց մարդիկ դրանով չեն գնում ընտրությունների։ Դե շատ վատ է, դրա համար մենք պետք է քարոզենք, որ մարդիկ հասկանան ինչով են գնում ընտրությունների, որ հասկանան, որ պետությունը կանգնած է կործանման եզրին, որ Արցախ տվածը հիմա էլ տալու է Հայաստանը։ Կամ էլ ընդդիմությունն ավելի վատն է, դրա համար մարդիկ չեն գնում։ Եթե ամիսը 6 անգամ ամեն օր ասենք ընդդիմությունը վատն է, դրանից Նիկոլ Փաշինյանի գործերը չի լավանում։ Մենք մեր խնդիրները պետք է լուծենք, մեր խնդիրը մենք մեր մասով հետ ենք հաշվել։ Մենք ուղղակի չենք առաջադրվել։ Մենք հիմա մեր խնդիրը հետեւյալն է, որպես յուրաքանչյուր Հայաստանի քաղաքացու մտցնենք այն իրականության զգացումը, որ կա։ Այսօր Հայաստանի Հանրապետությունը իրոք կանգնած է երրորդ հանրապետությունը կործանման եզրին։ Տեսեք, մեր ո՞րն է մեր սահմանադրության հիմքը։ Անկախության հռչակագիրը։ Մարդը ասում անկախության հռչակագիրը հեռացնելու է։ Հայաստանի երրորդ հանրապետությունը ծնունդ է Ղարաբաղյան շարժման։ Մարդը Ղարաբաղը ճանաչել է Ադրբեջանի մաս։ Ասում է մեր սիմվոլները, մեր հայության, մեր զինանշանի վրա որն է Արադ լեռ, ասում է ինչ կապ ունի Արադ։ Գնայք, բայց մարդը ասում է, եթե համաձայն չեք իմ այս քաղաքականությանը, դուրս եկեք Դե հեղափոխությունը։ դուրս կգան էլ, դուրս կգան։ Քանի անգամ դուրս եկան։ Դուք եք անելու փոխանցում։ Նաև մենք։ Երբ Կտեսնեք, մի քանի անգամ արել ենք, իրել ենք անելու։ Մայիսի սկզբին ինչքան։ Ես հիմա ժամկետներ չեմ ասում, այն գործիչների թվին չեմ պատկանում, որ ասեմ վաղը 7:15 Նիկոլին հեռացնում ենք, բայց առաջիկայում մենք տեսնում ենք, որ նաև ընդդիմադիր մեր գործընկեր կուսակցությունները փողոցային պայքարի հնարավորություններ են տեսնում։ Մենք էլ մեր գործադիր մամլի հայտարարությամբ մշտապես խոսել ենք, որ առանց փողոցային պայքարի հնարավոր չէ Նիկոլ Փաշինյանին հեռացնել։ Միայն բայց ընտրություն է։ Ընտրությունները կարող զուգորդվի փողոցային պայքարով, ինչ ա եղել։
Բայց դուք հասկանում եք Նիկոլ Փաշինյանին ինչ կներեք այս բառի համար կոզր եք տալիս հաղթաթուղթ։ Ասել է, տեսեք, նախկինները էլի գալիս են փողոցով սիրելի ժողովուրդ ձեզ թալանելու։ Գնացեք ինձ։ Ես ասում եմ, որ նախկինը հաղթանակա, ներկա նիկոլիզմը, Արցախի ադրբեջանացում, նախկին արժանապատվությունը, ներկան թուրքական օրակարգ սպասարկել, նախկինը Շուշի ազատագրումը, ներկան Հայաստանի ադրբեջանացում։ Կնեք, պարոն Շարմազանով, կամ էլ մարդկանց համար իհարկե շատ տրավմատիկ էր Արցախի կորուստը այդ ողբերգությունը, որ բոլորը ունեցան։ Դրանով հանդերձ մարդիկ այս իշխանությանը աջակցում են, որովհետև ինչպես նշեցինք, ընդդիմության բոլոր փորձերը նրանց հեռացնելու տապալվել են։ Մարդիկ այս իշխանությանը չեն աջակցում։ Հայաստանի բնակչության ճնշող մեծամասնությունը, որ ճիշտ 50+1-ը, կեսից ավելին, բոլոր, նաև ձեր տված մատնանշած հարցումներով դեմ են Նիկոլ Փաշինյանի քաղաքականությանը, կառավարության քաղաքականությանը։ Խնդիրը նրա մեջ է, որ այդ բոլոր դեմ քաղաքացիները գնան ընտրատեղամաս եւ դեմ քվեարկել Նիկոլ Փաշինյանի օգտին եւ կողմ քմյարկեն այլ ընդդիմադիր ուժերի օգտին, ում ձայները չի փոշիանում։ Խնդիրը սրա մեջ է։ Այո, Նիկոլ Փաշինյանը մի Երևանի քաղաքապետ ունի, ո՞նց է ընտրվել։ Ընտրողները 9%-ով չի ընտրվել։ Այդ որտեղ է հաղթել։ Ընդդիմության պառակտման արդյունքում։ Այո, դե դրա համար մենք սեփական օրինակով ընդդիմության միավորման կոչ ենք անում։ Նիկոլ Փաշինյանը Վանաձորը հաղթել, Ալավերդիա հաղթել, Երևանը հաղթել, այդ որտեղ է։ Գյումրիա հաղթել, որտեղ է հաղթել։ Էջմիածին։ Միայն Էջմիածին։ Էն էլ ոնց։ Կողքի գյուղերը միացրեց Էջմիածին, որ հաղթի մի կերպ։ Բայց հայաստանյան համատեքստը ուրիշ է, եկեք գյուղու քաղաքի համատեքստը ուրիշ է, այնտեղ թաղի տղա, լավ տղա, չգիտեմ, դրանց շուրջը իսկ Հայաստանի Հանրապետության համատեքստը մի քիչ ավելի լուրջ են մարդիկ ինձ թվում է մոտ։ Դե հիմա բոլորը պետք է հասկանան, որ Նիկոլ Փաշինյանի թիմին ձայն տալով, ըստ էության ձայն են տալի Յենի Ադրբեջան-Երևանյան ֆիլիալին։ Սա իմ սուբյեկտիվ, բայց եւ չափազանցված տեսակետ։ Չէ, չափազանցված տեսակետը չի, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը բացեք Ալիևի պահանջները, թեկուզ մեր իշխանության ժամանակ, դրանից հետո իրականացնում է քայլեր, որը Ալիևը եւ Էրդողանը մշտապես ասել են, ի՞նչ դա չափազանցված։ Ալիևը չէր պահանջում Միսկի խմբի համանախագահության լուծարում։ Բայց դա Յենի Ադրբեջանի տեղի ֆիլիալ չի։ Բա ի՞նչ է նշանակում։ Դա եթե Ադրբեջանի շահերի սպասարկումը նշանակում։ Ղարաբաղը ճանաչել Ադրբեջանի կազմում ի՞նչ է նշանակում։ Եթե Ադրբեջանի նախագահը ինչ-որ բան է նշանակում, դա մեղավոր չի։ Սահմանադրությունն մի օպ է, դա ասում է մի մարդ, որը ասում է Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի ճանաչումը անբեկանելի է։ Դա ասում է մի մարդ, որն ասում է Արցախը Հայաստանի եւ վերջ։ Դա ասում է մի մարդ, որը նույնիսկ 21 թվականին ընտրության գնացել է անջատում հանուն փրկության Շուշի եւ Արցախ բանի հադութի դեօկուպացիայի բանով։ Պարոն Շարմազանով, անգամ Սամվել Կարապետյանի ուժը համարյա Արցախի անուն չի տալիս, երևի նրանք հասկացել են, որ Արցախի թեմայով Հայաստանում այլևս անհնար է իշխանափոխություն։ Դուք դեռ անցյալից եք խոսում եւ Արցախից։ Մենք անցյալից չենք խոսում, Արցախը ներկանա եւ ապագանա։ Նիկոլ Փաշինյանը եւ իր նմանների նպատակը, որպեսզի հայ ժողովրդին վերացեն հիշողություն չունեցող մի հատ էակի, որը մոռանա Արցախյան շարժումը, մոռանա մեր հաղթանակները, մոռանա մեր պահանջները։ Չեն մոռանում, բայց պետական քաղաքականությունը։ Պետական քաղաքականությունը ո՞րն է։ Հայաստանի թուրք-ադրբեջանական տանդեմի ոտերի տակ, այդ Կիպրոսի վարչապետ նախագահան չի հասկանում, որ 38% օկուպացված է, բայց դա չի Կիպրոսը չի ճանաչում Թուրքիա, Հյուսիսային Կիպրոսի հանրապետությունը թուրքական։ Ամբողջ Եվրոպան, ամբողջ Արևմուտքը Սերբիան ճնշում է, որ Կոսովոն ճանաչի, դա չի պայման։ Բայց դուք էլ ցեղասպանության ճանաչումը պահանջ չեք դնում Թուրքիայի առաջ, պայման չեք դնում, որ սահմանը բայց մենք չենք ասում, մենք պետք է մի հատ ճշտենք, տեսենք ցեղասպանությունը ինչի է եղել։ Այդ եկել եք ինչ տեքնչի հետ համեմատում։ Մեր օրոք Գերմանիան ճանաչել է ցեղասպանությունը, մեր օրոք պետությունները են ընդունել թուրքական ժողովականությունը։ Նիկոլ Փաշինյանը այո գնում է ուրացման ճանապարհով։ Ինչ է ասել Նիկոլ Փաշինյանը, չմոռանանք։ Նիկոլ Փաշինյանն ասել է Արցախ Հայաստանը եւ վերջ, ասել է ինչ պետք է կբանակցեմ, ասել է սկսում եմ իմ ոչ թե Սերժ Սարգսյանի, այլ իմ սեփական կետից, ճիշտ է թե չէ։ Հիմա ինչ արել։ Ասել է գալու է լուծում, որը ձեր կտա եւ Ադրբեջանի եւ Հայաստանի եւ Արցախի ժողովրդին, այսօր մենք ունենք հայաթափված էթնիկ զտման ենթարկված Արցախի հանրապետություն, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարություն ու հայության մեր եղբայրներին Բաքվի բանտերում, Հայաստանի 240 քառակուսի կիլոմետրի օկուպացիա, 18 թվականին այդ հեղափոխություն, գունավոր հեղափոխություն անողները դրա մասին են երազում,
Կարծում եմ չէ։ Ես էլ պարզապես ժողովրդին ասում եմ։ Հարցրեք ՀԿ խմբակցության այն падգամավորն է, որ կողմ են քվեարկել։ Հարցրել ենք։ Դուք եք նրանց հորդորել, որ մենք էլ բացատրել ենք ինչի աջակցել եք, այսինքն մայիսի 1-ին մենք դեմ ենք քվեարկել եւ կոչ ենք այլ ուժերին առաջադրել տեխնասու չեն առաջադրել Նիկոլ Փաշինյանին, երկիրը կատվածահար եղած վիճակում էր, Ադրբեջանը ցանկացած պահի կարող բանանի, հարձակվի։ Այդտեղ էլ է պետական մտածողություն։ Այսինքն Հակաղարաբաղյան շարժումը օտար երկրից ֆինանսավորվող գալիս էր իշխանության կամ աջակցվող եւ դուք կողմ քվեարկեցիք։ Այն ժամանակով ասել որ օտար երկրից ֆինանսավորվող։ Հիմա եք ասում։ Դե հիմա է պարզ դարել։ Նոր եք բացահայտել, այդ ժամանակ հատուկ ծառայություններ ունենալով չգիտեիք, հա, որ օտար երկրից աջակցում։ Դուք գիտեիք։ Ես հիմա էլ եմ մտածում, որ այդպես չի եղել, դուք եք կարծում, որ այդպես է եղել։ Ինչ է այդպես չի եղել։ Որ օտար այսպես աջակցություն է։ Ջոն Բոլտոնը եկավ Երևան, ասեց, հա ժողովուրդը պետք է հրաժարվի պատմական գաղափարներից, այդ ծևը լինելը ո՞ն է։ Բայց դա չի նշանակում, որ հեղափոխությունը Ամերիկայի կազմակերպածն է, պարոն Շահբազյան։ Այս հեղափոխությունը դասական գունավոր հեղափոխությունն է, պարոն Ջոն Բոլտոնը, որը եկավ Երևան, ասեց, հայ ժողովուրդը պետք է հրաժարվի պատմական գաղափարներից, եղբայրը նաև ամիսներ հետո ասեց, որ ինքը անձամբ մի քանի երկրներում պլանավորել է գունավոր հեղափոխություն։ Բայց դա նշանակում է, որ Հայաստանը։ Այո, դա նշանակում է, որ դրանից մեկն էլ Հայաստանը կարող է։ Ամերիկան Հայաստանում գունավոր հեղափոխություն արել, ճիշտ է։ Արևմտյան ուժերը այլ աշխարհակաղակական կենտրոնների ներգրավվածությամբ Հայաստանում իրականացրել են գունավոր հեղափոխություն։ ՀՀԿ-ի ձեռամբ։ Ոչ, բարի։ Բայց ինչու է կողմ քվեարկել։ ՀԿ միակ ուժն է, որ դեմ է քվեարկել։ Բայց քանի հոգի ձեր գործարար Ստիպա, պատգամավորները։ որովհետև շանտաժի տակ են Ինչու քվեարկել։ Սերժ Սարգսյանն ասեց գնացեք քվեարկեք։ Սերժ Սարգսյանը չի ասել գնացեք քվեարկեք։ Ասել է։ Պետությունը կանգնած էր կործաման եզրին, որպեսզի Ադրբեջանը չհարձակվի, որպեսզի չկորցնենք այս ժամանակ Արցախը, փորձել ենք մեր նպատակը եղել, որպեսզի փողոցը մարդկանց փողոցից ուղարկենք տուն, որպեսզի Հայաստանում X կետից B կետը կարողանա զինվորները տեղափոխվեն, որպեսզի դիրքերից կարան իջնեն։ Պարոն Շահբազյան, այն որ ՀԿ-ն այսօր 4%-ի անցման խնդիր ունի, դա նաև նրանից չի, որ դուք ժողովրդին այս 8 տարի մեղադրում եք, որ դուք սխալվել եք 18-ին, օտար շահեր եք սպասարկել, այսինքն դուք ժողովրդին մեղադրում եք իշխանազավթման մեջ, ՀՀԿ-ից իշխանազավթել են իշխանությունը եւ ուզում եք գալ իշխանության, մի տեսակ չի։ Նախ ՀՀԿ-ի նպատակ առաջին 4%-ը չի, ես բացատրեցի։ Երկրորդը ժողովրդին որևէ մեկը չի մեղադրում, բայց ժողովուրդը կարա մոլորվի։ Մանիպուլյացիա ենթարկվի, այո։ Մենք չենք ասում, Ռոբերտ ջան, կյանքը դա չի ցույց տվել։ Մինչև 18 թվականը մենք ունեցել ենք երկու հայկական պետություն, 42000 քառակուսի կիլոմետր։ Իլհամ Ալիևը ապրիլյան պատերազմից հետո հայտարարում է, որ փակ դռների հետևում իրենից պահանջում են ճանաչել Արցախի անկախությունը։ Իլհամ Ալիևը 44-օրյա պատերազմից հետո ասում է, եթե այս պատերազմը չլներ եւ ես չհաղթեի Հայաստանին, Իլհամի բառերն է։ 30 տարի Ադրբեջանը բոլոր միջազգային հաստատություններում պարտված է եղել։ Մի հատ հիշեք մինչև 18 թվականը անվտանգային վիճակում։ Երկու հայկական ասիկը դուք ինչ եք ասում, կրկնում եք Փաշինյանի թեզը, որ ավելի լավ է բան անենք, ասիկն Արցախը թողել տվեցինք, Արցախը թող չէր։ Արցախը մեր անվտանգային միջնաբերդն էր։ Պարոն Շահբազյանով, դատախազությունը Սերժ Սարգսյանի եղբորից, Փեսայից, նրանց ընտանիքի տարբեր անդամներից ես կարող եմ ցուցակ թվարկել, հա, միլիոնավոր դոլարների տասնյակ գույքեր է ուզում բռնագանձել, պահանջում է, հա։ Գագիկ Բեգլարյանն է, օրինակ ձեր կենտրոնի գրասենյակի նախկին ղեկավար, 33 անշարժ գույք եւ մարդիկ դրա համար են արել հեղափոխություն, որովհետեւ իրենց թալանված են զգացել։ Ոչ թե Բոլթոնն է եկել եւ այստեղ հեղափոխություն։ Մարդիկ դրա համար են այլ արդյունքում ինչ է ստացվել։ Դե չէ, պատճառները եկեք հստակ ֆիքսենք, արդյունքը ուրիշ բան է։ Ես որ երկրում չկամ իշխանություններից դժգոհներ։ Հա, իշխանության վերին օղակի եղբայրը Փեսան Հայաստանում մինչև 18 թվականից Հայաստան դժողքի մեջ է։ Բա ինչու է նրանց ընտանիքը հարստանում Սերժ Սարգսյանի մերձավոր շրջապատը հարստանում, պարոն Շահբազյան։ Ինչու է մենակ Սերժ Սարգսյանի մերձավոր։ Եվ ես էլ եմ Սերժ Սարգսյանի մերձավոր շրջապատից հարուստ է։ Դուք ունեք 9-10 միլիոն դոլար, 6 Ես նախքան մեղության կախավարկած, այդ հարցը ինձ մի տվեք, այդ հարցը դատախազությունը իրավական հարցերով թողնելու։ 33 անշարժ գույք ունեք դուք, պարոն։ Ես ինչ որ ունեմ հրապարակել եմ, երկու անշարժ գույք ունեմ։ Ձեր կիսատ առանձնատունը հասցրիք։ Այո, արդեն հասցրել եմ, ապրում ենք, բայց վարկերը դեռ չեմ մարել։ Ձեզնից ինչի չեն բռնագանձում, պարոն Շահբազյան։ Մի օր կարող է այսպես գան բռնագանձել, ինչ իմանամ։ Սրանք ամեն ինչ կարող է գան անել։ Չէ, ուզում եմ ասեմ պատճառները։ Ռոբերտ ջան, ես ես չեմ ասում մարդ, ես իրախ այդ իրավական գործերի մեջ չեմ մտնում։ Երկրորդը, ես չեմ ասում անարդարություն չի եղել։
Ես ասում եմ պետության անվտանգության առումով։ Որ մարդիկ փողոց Ինչի որտեղ չկա, եվրոպական քանի երկիր կա, որ ղեկավարները սա Իսրայելից սկսած Իսրայելն էլ նայ, Ֆրանսիան էլ նայ, Գերմանիան էլ նայ, քանի ղեկավարներ կան, որ շրջապատում կա կոռուպցիոն գործեր։ Բայց պատժվում են նրանք։ Կանգնում են դատապարտել։ Ամենամեծ կոռուպցիոնը իմ համար Նիկոլ Փաշինյանի իշխանությունն է, որը հանձնել է Արցախը։ Հələ միացրանք որ գնան։ Ինչեր կպարզվի։ Ինչեր կարող է պարզվի։ Հասկացա։ Հիշում եք նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի ասածները։ Կարծեմ ձեր եթերում էլ էր ասում։ Ինչ SMS-ներ ա ստանում, ինչ խնդրանքներ կան։ Հələ մի հատ սրանք կգնան, կլինի առաջարկություն, կտենան կոռուպցիան ումնա։ Ես չեմ հրաժարվում, որ Հայաստանում եղել են կոռուպցիոն դրսևորումներ, խնդիրներ եղել են։ Շատ լուրջ եմ որում։ Հիմա չկա, հիմա համ կոռուպցիա կա, համ հայնազրկում կա։ Օրինակ ձեր Համ ժամանակ թուրքի կոշիկը պաչել կա։ Ձեր ժամանակ ես չգիտեմ, որ падգամավորներ հիփոթեկով տուն վերցնում, հիմա օրինակ Ռուբեն Ռուբենյանը եւ մյուսները։ Ես։ Հա դա մի երկու հոգի այդպես ձևի համար։ Մի երկու հոգի ո՞ն, հաշը փոխնախագահ մի երկու։ Բա 33 անշարժ գույք կենտրոնի Այդ ցավը տանեմ հիմա հարց ունես այդ մարկանց ասա։ Ես իմ Ձեր կուսակցության ներկայացուցիչներ չեն այլևս այդ մարդիկ։ Իմ կուսակցության ներկայացուցիչ Աշոտյան Արմենն է, Էդուարդ Շարբազանյանն է, Զաքարյան Արտակն է, Տիգրան Աբրահամյանն է, Հայկ Մամիջանյանն է, Աննա Մկրտչյանն է, ու տեն չարունա։ Բայց ձեր իշխանության դեմքեր։ Հա ինչ անենք, որ մեր իշխանության դեմքեր։ Դե դրա համար հեղափոխություն եղավ, ինչ բոլոր։ Հեղափոխությունը դրա համար չեղել, հեղափոխությունը եղել է, որպեսի Ղարաբաղյան հիմնահարցում եւ Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորում այլ փոփոխություններ լինեն։ Դա դասական գունավոր հեղափոխություն է եղել։ Բայց ես հուսով եմ, ավարտեմ, մի վրացի շնորհակալություն ասելուց, բայց ես հուսով եմ, որ առաջիկայում հայ ժողովուրդը կարթնանա եւ Նիկոլ Փաշինյանի խնդրանքը հորդորը կիրականացնի, ասում էր դե հելեք հեղափոխություն արեք։ Շնորհակալություն զրույցի համար եւ դուք կառաջնորդեք այդ հեղափոխությունը, ես հասկացա։ Factor TV-ում հյուրընկալել ենք Էդուարդ Շարմազանովին։